Ես ուրեմն գնում եմ վարչապետի մոտ, վարչապետին խնդրում, ասում եմ, ինչքան կարելի է եկեղեցու հետ այս բաները, տարաձայնությունները շարունակվի։ Արմլուրեյմի հետ զրույցում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը նշել է, որ ինքը 3 տարի առաջ փորձել է միջնորդել, որ տեղի ունենա ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որպեսզի առկա տարաձայնությունները հարթվեն։ Միջնորդության համար, ինչպես նա է ասել, դիմել է նաեւ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել arczepiskopos Քյարամյանին։ Վերջինս էլ համաձայնվել է այդ խնդրով դիմել վեհափար հայրապետին։ Գագիկ Մելքոնյանի խոսքով Փաշինյանը համաձայն է եղել, համաձայնվել է նաև վեհափար հայրապետը, սակայն մեկ օր անց կաթողիկոսը հրաժարվել է, պատճառաբանելով, որ մինչև դպրոցներում չվերականգնվի հայոց եկեղեցու պատմություն առարկան, ինքը չի հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Գագիկ Մելքոնյանը նաև նշել է, որ ամենայն հայոց հայրապետին իբրև ուղղորդել են, որ ինքը հրաժարվի հանդիպումից։ Նման հանդիպման առաջարկ արդյոք ստացել է ամենայն հայոց հայրապետը, թե Գագիկ Մելքոնյանը ուղղակիորեն հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ։ Արմլուրեյմի այս հարցի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Ավագ Քահանա Արթենյանը փոխանցեց հետևյալը. Ամենայն հայոց կաթողիկոսը երբեք կառուցողական հանդիպման դեմ չի եղել։ Ինչ վերաբերում է հարցազրույցի մնացյալ հատվածին, ապա դրանում տեղ գտած դիտարկումները որևէ աղերս չունեն իրականության հետ։ Աղավաղված տեղեկատվություն եւ կեղծ թեզեր են, որ շրջանառվում են իշխող ուժի ներկայացուցիչների կողմից։